Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը ամեն առավոտյան, եւ այսօր էլ մեր հյուրն է մեր սիրելի Վարդան Թորոսյան եղբայրը, նա քրիստոնեական առաքելության եկեղեցու հովիվն է եւ նորից առիթ ունենք այսօր լսելու նրան այն խոսք, ինչ որ Տերը Հիսուսում դրել է։ Բարի օր, բարի լույս Վարդան եղբայր, ինչպե՞ս ես։ Բարի լույս Աբրահամ եղբայրս, ամեն անգամ երբ որ գալիս եմ այստեղ, կարող եմ ասել ավելի լավ։ Պարտիրոջը, ես եմ ավելի լավ, հրաշալի է եղբայրների հետ ամեն առավոտ ժամանակ անցկացնել, անկեղծ ասած, եթեր իր հերթին, բայց ամեն առավոտ նոր հանդիպում եղբայրների հետ, տարբեր եղբայրների հետ, դա իրոք հրաշալի է եւ ինձ դա էլ է ձգում։ Այսինքն իմ այս եթերի նպատակը ոչ թե միայն եթերն է, այլ հանդիպում եղբայրների հետ, որոնցից մեկը դու ես այսօր, որ եթե նախանձելի վիճակում ես Աբրահամ եղբայրս, ամեն առավոտ եթե դու մի փոքր վերցնես ամեն մեկից, այն տատիկի պատմությունն է լինում, որ ձուն բաժանա բոլոր թորնիկներին իրան չի մնում, 12 թորնիկ է լինում, կարծեմ, ասում են տատի բադու է, տատին ասում է ոչինչ, ամեն մեկը կես տակ տատին հերիք է։ Չէ, լավ է, չէ։ Արի ուտես, որ ինչ ատա մնում կես։ Լավ օրինակ հաշվի կառնեմ։ Այո, Վարդան, իրոք հրաշալի է, երբ որ եղբայրների հետ միասին ծառայություն ենք անում եւ ես անկեղծ ասած շատ հրաշալի շնորհք եմ ստանում եղբայրներից ու դա ինձ համար շատ մեծ շնորհք է Պարտիրոջը եւ անցնենք թեմային ուրեմն Սամսոնի անկման պատճառը այսօր եւ նաեւ հիշեցում ում պատճառով Դալիլիայի մասին է, բայց մի հատ հետաքրքիր միտք անցավ ասենց իմ մեջ անկում ու նկատում ես որ կյանքը ինքը հոգեոր կյանքը լիքն է անկումներով, այսինքն վայրեջք եւ վերելքներով եւ կարծես թե մի հատ հետաքրքիր ամպլիտուդա է սկսում, հա Եվ դա ցուցիչ է, որ ապրում է մարդը, չէ, ասենց ուղիղ գիծ չկա, շուտ ամպլիտուդա է, չէ, այսինքն դա կյանքի մի մասն է կազմում, ինչևից է, անկումներ կլինեն, բայց գիտնականները ուսումնասիրել են բնությունը եւ տեսել են, որ բնության մեջ ոչ մի ուղիղ գիծ գոյություն չունի, ամեն ինչ կոր ամպլիտուդաներով է, կարծես անկումներով եւ վերելքներով, երբ դու նայես սարերին բարձրանում, իջնում է ծառերին, դրանք բարձրանում, իջնում են ամենտեղ, կարծես այդ վայրեջքն ու վերելքը կա եւ դա կյանքի սկզբունքներն է, կարեւորը որ վերջնակետը չլինի վայրեջքը։ Վայրեջք ու վերջ, չէ։ Ուղիղ գիծ, վայրեջք ու ուղիղ Սամսոնի կյանքում էլ իր վերջնակետը նույնիսկ վերելք։ Այսինքն չի կարա լինի վերելք ու ուղիղ գիծ։ Չէ, դա արդեն տանում են քեզ։ Դու արդեն ստեղ չես, հա, այդ իմաստով։ Լավ ասեցիր։ Այո, քանի որ պիտի լինեն վայրեջքներ եւ վերելքներ անպայման եւ դա հենց կյանքի նշանն է, սրտի կարդիոգրամը երբ որ նայում ենք, չէ, ինքը հենց ուղիղ գիծը արդեն քեզ տանում է, իսկ երբ վերև ներքևա, չէ, ուրեմն սիրտը աշխատում է եւ դա նորմալ է։ Սամսոնի վերելքը, գիտես, ես միշտ բացասական աշկով եմ այդ հերոսին նայել, որ տեսալ ոնց ընկավ, բայց զարմանալի է, որ իր վերջավորությունը փառքով պսակվեց։ Այո։ Կներես մի քիչ առաջ ընկա, բայց սիրով քեզ լսում ենք։ Շատ լավ, ես ավելի շատ պատգամը, քանի որ մեր հեռուստադիտողները ավելի շատ քույրեր են, նաև շատ մեծ պատգամ կա իրենց համար, բայց նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր աստծոհոցյալներն են։ Քույրերն կարող են լինել աստծոհոցյալ։ Իհարկե, լավ չստացվեց, գուցե տեսվեց։ Մեր սիրելի քույրերը։ Սամսոնը գիտեր, որ ինքը աստծոհոցյալ է, որովհետև ռեշտակի պատգամը կար իր ծնողների կյանքում, ռեշտակը եկե ասել էր, որ ձեզ այս ծնված աստծոհոցյալ կլինի, նա գինի հողի չի խմի, մեռած բաների չի դիպչի եւ մազերը չի կտրվի իր ամբողջ կյանքի ընթացքում, ինքը աստծոհոցության մեջ կքայլի եւ այսօր շատերս որ քայլում են Քրիստոսի հոցության մեջ,
Ինչ է նշանակում օծություն բառը, ընդհանրապես կամ ինչ է տալիս մեզ օծությունը, Աստվածաշունչը սովորեցնում է, որ կարծես Աստված կրակով ցանկապատում է մեզ։ Օծյալ նշանակում է մեկը, որ առանձնացված Աստծո համար, որոշակի նպատակի համար, եւ Աստված իրան շրջապատել է կրակի ցանկապատով, կարծես մի պաշտպանիչ շերտ կա իր շուրջը, որ ոչ ոք չի կարող մոտենալ։ Դու գրված ով կարող է դիպչել Աստծո օծյալին դիպչողը անպատիժ չի մնա եւ նման բան։ Եվ Սամսոնը այդ օծության մեջ քայլում էր, ինքը շատ վստահ էր իր օծության վրա։ Եվ այսօր մենք տեսնում ենք շատերը, որ օծություն կա իրանց վրա, իրանք շատ վստահ են զգում, պաշտպանված եւ դա նորմալ է, բայց միայն օծված լինելը Աստծուց բավարար պայման չի, մարդուն տրված է նաեւ աստվածային հատկանիշ այդ օծությունը պահելու։ Եվ եթե մարդը օծությունը զգուշ չլինի օծությունը պահելու մեջ, ապա ինքը շուտով կարող է շատ բաներ կորցնել։ Այսինքն, եթե հենց ասենք կալվինիստական տեսություն կա կամ նման բաներ, որ մարդիկ ասում են, եթե ես աստծոյալ եմ, Աստված ինձ ընտրել է, վերջ, այլևս ես ոչ մի խնդրեմ չունեմ, ամեն ինչ կլինի, չէ, այդպես չի։ Մենք բաժին ունենք դրա մեջ, որ պետք է ջանք անենք այդ օծությունը պահելու համար։ Անկամ հայտնության գրքում գրված է, ասում եմ, ով որ հաղթի, Լավոդիկե եկեղեցին ասում է, նրա անունը չեմ ջնջի կյանքի գրքից։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն որոշների անունները, որ գրված էր կյանքի գրքում, կարող է ջնջվել։ Շատ պարզ։ Եթե ասում եմ նրանը չեմ ջնջի, ուրեմն որոշներն կարող է ջնջվել։ Նույն ձևով, եթե ես Աստծուց օծություն ունեմ հանձնարարություն կատարելու եւ ես ապրում եմ այդ պաշտպանության տակ, ինչպես Սաղմոս 91-90 ասում է, բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ կհանգստանա, ես այդ ծածկոց ունեմ, բայց եթե ուշադիր չլինեմ, կարող եմ ամեն բան կորցնել։ Բայց ստեղ մի հատ հարցեր տամ էլի, որ ինտրիգա բերեն, որ ավելի նայ օրինակ Հովնանի պատմությունը մենք շատ ենք հիշում Աստված իրան էլ հատուկ գործի համար ընտրեց, օծեց, ինքը փախավ, բայց միևնույն է Աստված չեն կարող ասել, որ գուցե երբեմն փախնենք, դիմադրենք, չուզենանք, բայց Աստված միևնույն է այն գործը, որ քո միջոցով սկսել է, պետք է ավարտին հասցնի։ Նաև այդ իմաստը կա։ Եթե մենք այս ձևով նայենք, ուրեմն պետք է բոլոր հերոսներին նայենք, նույն ձևով բոլորն անցել են դրանով։ Քիչ օրինակ Աբրահամի հայրը Թարան Աբրահամի հորանը Թարա էր։ Եթե մենք կարդանք ուշադիր ծննդոց գիրքը գրված ասում է եւ Թարան վերցրեց Աբրահամին ուղովտին դուրս եկավ ուր քաղաքից, որպեսի գնա Քանանի երկիր, ասում հետո եկավ հասավ միջև Խարան, այնտեղ մնաց միջև մեռավ։ Այլ կերպ ասած, եթե մենք կոնտեքստի տակը կարդանք, տողերի տակ հասկանում ենք, որ Աստված Թարային էր կանչել կատարելու այն գործը, որ վերջը Աբրահամը կատարեց։ Այլ կերպ ասած, Թարան ձախողված տարբերակն է, որի մասին սովորաբար Աստվածաշունչը ձախողումների մասին քիչ է գրվում, մենք պետք է դա խորությամբ հասկանանք։ Թարային էր տրված կատարելու այդ գործը, բայց Թարան եկավ միջև Խարան, այնտեղ դուրն եկավ, ասում է հարստարավ, լավ էլ տեղավորվեց, ասաց էլ գնում եմ ինչ անեմ Քանան, Քանան չգնաց։ 200 տարի ապրեց գրված է, 200 տարի ժամանակ ուներ Աստծո գործանալու չարեց։ Մահացավ, ասում է երբ որ նա մահացավ, Աբրահամը վեր կացավ, որ գնա Քանան։ Ու արդեն պատմությունը գրված է, որ Աբրահամը դուրս եկավ ուր քաղաքից, բայց իրականում այդպես չէր, իրականում իր հայրն էր վերցրել դուրս եկել Աբրահամին։ Այսինքն մի քիչ այս հարցերը ավելի խորը չգնանք, բայց Աստված համոզել գիտի, Աստված վերջի իր ծրագիրը կանի, լավ կլինի, որ դա մեր միջոցով լինի, լավ կլինի, որ այն մարդուն, որ կանչել է, դրա միջոցով լինի, բայց այս դեպքում Սամսոնի պատմությունն ենք ուզում նայենք, ուրեմն այն հատկապես այն եղբայրների քույրերի համար այս պատգամը, ովքեր վստահ են, ես Աստծոյալն եմ, ինձ ոչինչ չի պատահի, սատանան ոտքերից տակում է, վստահ իր վրա գնում այդ գոռոզությունով, ով կարող է, հալելույա, ասենց ինչ-որ բան են ասում, բայց ցավոք սրտի ես տեսել եմ այդ մարդկանց անկումները եւ դրանք շատ ցավալի են։ Որպեսզի չանդրադառնանք կոնկրետ դեպքերի, Աստվածաշունչը մեզ լավ օրինակ է տվել Սամսոնին, որի միջոցով մենք կարող ենք բացահայտել այդ խնդիրները, ինչպես գրված է նրանց օրինակի համար եղավ մեզ խրատի, հիմա որ կարողանանք օգտվել այդ խրատից եւ նույն սխալները թույլ չտալ։
Առաջի բանը, որ Սամսոնը արդեն այնքան հանգիստ էր իր օծության վրա, այնքան լավ էր իրան զգում, որ սկսեց իրեն սխալներ թույլ տալ։ Եվ մի բան պետք է հասկանանք Աբրահամ եղբայրս, որ ցանկացած Աստծո օծյալի դեմ մեծ պատերազմ կա։ Թշնամին էլ քննած չի, գերած մեր ոսող թշնամին մռնչացող այրոցի պես ամեն օր շրջում է, որպեսզի կարողանա մեկին կուլ տալ, վնասել, չէ՞։ Եվ Սամսոնը առաջի սխալը որ թույլ տվեց, ասում է գնաց փղշտացիների մեջ ման գալու։ Փղշտացիների Սամսոնը ծնվել էր որ փղշտացիներին կործանի, ոչնչացնի։ Բայց ինքը գնաց մի հատ փղշտացիների գործերը ուսումնասիրելու, տեսնի ինչքան ասում մի հատ աղջիկ տեսավ հավանեց։ Ամեն ինչ սկսեց դրանից, այլ կերպ ասած, ովքեր էին փղշտացիները, որոնք հակառակ էին հрьяաներին, այդ ժամանակաշրջանում հрьяաները գտնվում էին փղշտացիների իշխանության տակ։ Փղշտացիները նրանք շատ մոտ էին լեզվով հрьяաներին, պատկերացնում ես, նրանք ամեն նույն լեզվով էին խոսում, իրար շատ լավ հասկանում էին հերիքը, բավական չի։ Նրանք ունեին աստվածներ, որոնց պաշտում են շատ նման էին իրական Աստծո պաշտամունքին, բավականին, նրանք դագոնին էին պաշտում եւ այլն, Եհովային էլ ընդունում էին որպես Աստված, խառը մի հատ ինչ-որ հասկացողություն էր։ Հիբրիդային, հիբրիդային։ Եվ այսօր էլ կան հիբրիդային հավատացյալներ, որոնք ասում են, դե կարելի է համատեղել աշխարհը, հոգևորը, այտենց ինչ, այտենց չի որ մենք լրիվ աշխարհի մեջ ենք, աշխարհից չենք։ Մենք ձեզ ընդունում ենք, ձեր գաղափարը։ Հիսուսն էր որ աշխարհի մեջ չէր, աշխարհից չէր, բայց մենք աշխարհի մեջ ենք, մենք պիտի նաև այս օրենքները ընդունենք եւ sense կարծես որտեղ գրված է որ փղշտացիներն էին տիրում հрьяաների վրա, ցույց է տալիս որ այդ ժամանակ հрьяաների մեջ խառը վիճակ էր, աշխարհը եւ հոգևորը sense խառը վիճակ էր։ Եվ Սամսոնն էլ ասեց գնամ տեսնեմ այդ աշխարհի առաջարկների մեջ ինչ կա, ասում եկել մի հատ ինչ-որ բան տեսավ դուրն եկավ։ Այսօր շատ հոգևորներ աշխարհի մեջ նայում են հաջողություններ, որոշակի բարեկեցություն, չէ, կոնֆորմիզմ, դիվանագիտություն, դուրները գալիս է մի բան, բայց կարելի է էսի վերցնել։ Եվ ինքը մի բան նկատեց այնտեղ, դուր եկավ, ասեց ուզում եմ դրա հետ ամուսնանամ, ուզում եմ իմը դարձնեմ, կարծես այս բաններ, մի հատ աղջիկ էր փղշտացի, եւ առաջի բանը, որ տեսնում ենք Սամսոնը արեց, առաջի իր ցանկության մասին եկավ իր հորնումորն ասեց։ Իսկ հետո կտեսնենք, որ արդեն իր ցանկությունը էլ ոչ ոքի չէր ասում։ Եվ այս վիճակում, հոգևոր վիճակում, կարծես երբ որ ցանկություն առաջանում մարդու մեջ, ինքը գալիս է Հովվի մոտ, մտքից Հովիվ ջան, ասես սիրտս կպել աշխարհից մի հատ աղջկա կամ սրտից մեջ ասես ցանկություն առաջացի, ուզում եմ մի հատ բիզնես սկսեմ, գործ սկսեմ, որը որ այդքան Աստծուն հաճելի չի, բայց դե հիմա բոլորն էլ անում են, էլի ես էլ էսի անեմ, ու աշխարհից ինչ-որ մի բան է դուրն եկել։ Սկզբից Հովին ասում է։ Եվ բնականաբար հորնումոր պատասխանը ինչ պիտի լինի, ասում է տղա ջան, չկար ես մեր աղջիկների մեջ մի հատ նորմալ մեկը, որ դու գնացել ես փղշտացիներից ես մեկին ճարում։ Այսինքն հորնումոր խոսքը հանդիմանական էր։ Բայց դրանից հետո Սամսոնի առաջի խնդիրը ինքը փակվեց իր մեջ ու որոշեց papayin մամային էլ չեմ ասելու։ Եվ եթե կարդանք հենց խոսքը դատավորած 14-րդ գլխում ասում է Սամսոնն իջավ Թամնաթա եւ Թամնաթայում փղշտացին աղջիկներից մի կին տեսավ ու վեր գնաց իր հորը եւ մորը պատմեց եւ ասեց Թամնաթայում փղշտացին աղջիկներից մի կին տեսա եւ հիմա ինձ համար կին առեք նրան։ Եվ նրա հայրն ու մայրն նրան ասացին. «Միթե քո եղբայրների աղջիկներում եւ իմ բոլոր ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս անթլպատ փղշտացիներից կին առնես»։ Բայց Սամսոնը իր հորը ասաց. «Նրան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է»։ Եվ ամեն ինչ սկսվում է հենց իմ աչքերին հաճելի այդ խնդրից։ Երբ որ մի բան աշխարհի մեջ հաճելի է դառնում մարդուն, հա լավ, դե իմ աշխարհի մեջ չենք, ամեն ինչից չենք կարող մեզ զրկենք։ Ու տեսնում ենք հենց այս ճանապարհին հայրն ու մայրն ստիպված համաձայնվում են։ Ստե մի բան է, բայց գրած։ Բայց ասում Աստծուց եղավ այս բանը։ Բայց սա Աստծուց էր։ Ծրագիր կար։ Ամեն բան Աստծուց է ծրագիրը, բայց թույլտվությունը թույլատրելի կամքը։ Այո, բայց մենք արդյոք Բաղամն էլ վերջ Աստված թույլ տվեց որ գնա Մարկայնա մեզ օրինակ լինի, բայց արդյոք Աստված ուզում էր Բաղամի կործանում են ինձ որ գնաց անիծելու Հելավ այս սարի ճանապարհին էշ ասեց մի գնա, բայց վերջը գնաց, չէ, բայց Աստծոց թույլտվություն եղավ։ Այլ կերպ ասած,
Աստծուց եղավ այս բանը դեռ չի նշանակում, որ Աստված հենց այդ ծրագիրն ուներ իր համար կամ դա ուներ։ Աստված կարող ամեն բաները բարին գործակից անել։ Ու ասում եմ, որ գնաց ճանապարհին հանդիպեց այռուծին։ Այսինքն առաջի փորձությունը հենց սկսվում է այստեղ։ Երբ որ մարդը սկսում է աշխարհի մեջ ինչ-որ հաճելի բաներ գտնել, առաջի հենց հարցակում այստեղից է գալիս, բայց քանի որ օծություն կար Սամսոնի վրա, ասում այռուծին վերցրեց ուլի պես մեջտեղից կիսեց, աչուց ձախ շպրտեց, հա, ասեց, ոյս, ես ինչ ուժեղ եմ ես, Աստված իմ հետ է։ Իս կարելի ասել, իս օծությունը կարծես թե օգտագործում էր իր սեփական ամբիցիաների համար։ Ամեն։ Այսօր շատերը գրված ասում վերջին ժամանակներում հենց աստվածապաշտությունը շահավաճառություն կդառնա, այսօր մարդիկ օգտագործում են իրենց օծությունը, իրենց գիտելիքները աստվածապաշտության եւ այլն աշխարհի մեջ հաջողության հասնելու համար իրենց շահերի համար։ Եվ ստացվում է, եւ Աստված դեմ էլ չի դրան, ասեմ, բայց սա չի նպատակը Աստծո։ Հա, ես սոցիալ եմ, բոլորին ճանաչում են, ես հանրային դեմք եմ, կարող եմ դա օգտագործել որոշ մարդկանց վրա ազդելով, որոշակի օգուտ քաղելով, ու գրված ասում այդ կռվից հետո մեղր եղավ այռուծի մեջ, մեղուներ բնակվեցին, հետո մեղր հանեց այնտեղից։ Ու գնացին, ասում հաջորդ անգամ իր հորն ու մոր հետ գնալուց։ Գնաց ասում ասեց գնամ հələ տենամ այդ այռուծի ինչ վիճակում է, մեղր կար մեջ, ասում հանեց բերեց, հորն ու մորը տվեց, որ ուտեն, բայց չասեց որտեղից է։ Գիտես, երբեմն օծությունը օգտագործում են հատկապես երիտասարդները, նրանք որ ծնվել են Քրիստոսի մեջ եկեղեցում, օգտագործում են այդ օծությունը ինչ որ հաջողության հասնելու աշխարհի մեջ, ասենք ֆինանսներն աշխատել, բերում են հորն ու մորն էլ տալիս են, պապան մաման ասում ուտելով գնում էին, ասում են տղա ջան, ես ինչ լավ բան ճարեցիր մեր համար, ես ինչ քաղցր մեղր էր, ես որտեղից, որովհետև այն ժամանակ մեղրը բավականին թանկ իրեր, որովհետև մեղվաբուծություն չկար այն ժամանակ, եթե մեկը մեղր էր ճարում, մեծ հաջողություն էր համարվում։ Փաստորեն առաջի իր տարբերակում Սամսոնը օգտագործեց իր օծությունը, հաղթեց թշնամուն ինչ-որ դաշտում, որտեղից մի հատ օգուտ ստացավ ու իրան դուր եկավ։ Իրանք գնացին այդ աղջկան ուզելու եւ ինչ արեցին, վերջը տվեցին էլ, ասին մեկ էլ էս տար, ու ասում մեկ էլ ու այդքանը, վերցրեց այդ ինչ-որ աշխարհից մի հատ լավ հատկան, չակերտավոր լավ հատկան վերցրեց, իրան դարձեց ու թողեց գնաց, հետո ասեց, մի օր էլ ասեց, նորից էլի գնամ, արդեն ամուսնություն, բան այդ հարցերս կազմակերպեմ, հորն ու մորը վերցրեց, գնաց, ճանապարհին այդ մեղրը որ կերան, ասեց մի հատ հանելուկ պիտի ասեմ ձեզ, եթե չգուշակեք, ամեն մեկը մի հանդերձ շոր պիտի տակից, եթե գուշակեք, ես ձեզ ամեն մեկիդ կտամ 30 հոգու, նորից իրավունության հետ խաղեր անում։ Բայց ինքը չէր հասկանում, որ արդեն թշնամին ծուղակ է պատրաստել իր համար։ Առաջի բանը ես մտածում եմ, օծյալ մարդը, Աբրահամ եղբայրս, անհասկանալի է աշխարհի համար։ Ու Սամսոնը մի հատ հանելուկ է ասում, զորավորից, չգիտեմ ինչ դուրս եկավ, մեռածից, մեղր, քաղցր դուրս եկավ բան, ասեք, եթե չասեք, սրանք մտածում են, ասում են, իսկ ինչ ասում, եկել է մեզի կործանի, սպանի, ինչ անի, եւ երբ որ մարդը քայլում է օծության մեջ, ինքը դառնում է շրջապատի համար անհասկանալի մեկ, իր խոսքերը անհասկանալի են։ Մի տեսակ ինքնավստահություն կա, հա, բարձրից նայել կա արդեն ինչ-որ դիրքավորված։ Հա, բայց այդ դիրքը չպետք է օգտագործել դիմացիներին նվաստացնելու համար։ Այո, երբ որ դու օծության մեջ ես, մարդիկ ակնածանքով են քեզ նայում, զարմանում են, բայց դու չպետք է դա օգտագործես քո շահի համար նույնիսկ։ Եթե չկարողանաք պատասխանը տալ, ինձ պիտի շոր տակ հանդերձ։ Այսինքն կարող ենք ասել, որ Սամսոնի մի տեսակ չէր հետաքրքրում, լավ, այդ օծությունը որ կա ինչի համար է։ Օրինակ ինչի է տվել ինձ։ Տվել էր, որ փղշտացիներին կործանի, չէր տվել, որ մեղր ու չգիտեմ ազատագրի Իսրայելը։ Հա, Իսրայելը պիտի ազատագրի։ Ընկածած չգիտեմ ինչեր ետևից։ Հələ գնամ մի քիչ կատակ անեն, օծությունը օգտագործել մեր կողքը գլխացավը անցնի, երկու հատ առու բժիշկ են բան ասեմ, հա, տեսակ սատանային ես sense ինչ որ տարօրինակ բաներ,
Բայց հենց այստեղ առաջի անգամ տեսնում ենք այդ ոգին, որը անունը դնենք Դալիլայի ոգի։ Այդ կինը, որին ինքը հավանել էր, ինչ անում, գալիս է եւ այդ կնոջը նեղում են այդ տղայք ասում են, չգիտեք, սա բերես որ մեզ կործանի, կգնաս իր գախնիկը կիմանաս, այդ հանելուկի պատասխանը կիմանաս։ Ոնց որ ասած բանը նավոդկային տվել այդ կնոջը, ինքը հատուկ նպատակով կինա։ Եվ այս ոգին նավոդկա ոնց են ասում հայերեն ուղղորդում։ Այդ Դալիլայի ոգու մասին եմ ուզում խոսել, որի կերպարը կանանց միջոցով այս պատմության մեջ մեզ հանդես է գալիս, որովհետև 5 տակարանում կերպարները մարդկանց, որ տեսնում ենք, ամեն մեկը խորհրդանշում են կամ Աստծո հոգուն, կամ չարի հոգուն, որ իրանց միջոցով մենք կարողանանք հասկանալ։ Եվ այս դեպքում այդ կինը, որի անունսկի գրված էլ չի, հասկանում ենք, որ ինքը փղշտացի էր եւ անհավատարիմ էր, անհավատարիմ ու վախի պատճառով, ստիպելու պատճառով, որոշակի ինտրիգների պատճառով գնաց Սամսոնից իմացավ հանելուկի պատասխանը եւ եկավ հայտնեց փղշտացիներին, այսինքն այն ինչ որ ինքը հայտնեց, դա Աստծո թագավորության շահերից չէր, դա բխում էր վախերից, որտեղ իրան ստիպել էին իր ամբիցիաներից, վերջո Սամսոնը իր համար օտար էր։ Եվ այսօր շատ մարդիկ կարող են հայտնվել մեր շուրջը, որոնք աստվածապաշտության կերպարանքով են, բայց իրանց սիրտը մեր հետ չի, հատկապես օծյալների հետ չի, իրանց նպատակ ուրիշ բան է։ Ուզում եմ ասես մի քիչ նուրբ տեղ գնանք, հատկապես կանանց մոտ։ Սիրելի քույրերը թող ինձ ներեն, մի գաղտնիք, որ պիտի բացեմ, որ գուցե երբեք դրա մասին չեն խոսում կանայք։ Այն օրվանից, երբ որ Եվան մեղք գործեց, Աստված ասեց քո փափագը ամուսինդ լինի, կնոջ մոտ մի հատ անապահովության զգացողություն առաջացավ։ Ինքը միշտ ինչ որ մի բանի հենվելու կարիք ունի իր ամուսնուն, տղամարդուրը հենվելու կարիք ունի։ Համաձայն ես, Աղա ջան։ Եվ հենվելու համար միշտ կինը փորձում է, արդյոք այն ինչի ես հենվում եմ։ Վստահելի է։ Ոստը պինդ է, թե պինդ չի։ Եվ կանայք չհասկանալով կամ հասկանալով շատ հաճախ փորձում են իրանց ամուսինների պնդությունը։ Անկամ չիմանալով, որ իրանք սատանայի գործ կարող անեն, կամ այդ իրանց էության մեջ դրված է։ Ուղղակի մի հատ փորձենք, տնենք այս ամուսինս, վերջը, միշտ կասկածներ ունեն, չէ՞։ Ամուսնու մասին կասկածներ ունեն, չէ՞։ Ու հենց այստեղ տեսնում ենք այս առաջի փորձությունը Սամսոնի, եւ Սամսոն, եթե դու ինձ սիրում ես, ասա այդ հանելուկի պատասխանես, ոչ ոքի չեմ ասել, այ կնիկ թողլը։ Դրանք ինչ են անում սրանք։ Այդ սրանց տեղը գցեն պորտներն որ կիմաս։ Հա լավ, Սամսոն չի, գույց մի հատ, բայց ես չես ասի։ Բայց լավ է, ես վերջ մենք ուզում ենք ամուսնանանք, իրար հետ լինենք։ Եվ այս փորձությունը գիտեք հայրմերի մեջ երբ որ գրված է եւ մի տանիր մեծ փորձության ճիշտ թարգմանություն չունի քիչ որովհետեւ մենք գիտենք որ Աստված մեզ փորձության չի տանում չէ չար բանով չի փորձ այս հերական իրական թարգմանության մեջ այսպես է գրված եւ Աստված մեր հայր մեր որ երկնքում է սուրբ լինի անունը քո գարքայությունը քո լինի կամքը վերջներ մեր մեղքի եւ մեզ թույլ մի տուր օգնիր որ չընկնենք մեր այն թուլությունների մեջ, որի պատճառով փորձությունը մեզ հասնում է։ Այն թուլությունները, որ մեր մեջ կան, թաքնված, որոնք մեզ տանում են փորձության մեջ, այս նրա մասին է խոսքը, թույլ մի տուր, որ մենք նորից հետ գնանք այդ թուլությունների մեջ։ Եվ այստեղ փորձվում էր Սամսոնի այդ թուլությունը, ինքը ասում է Սամսոն, կասես թե չես ասի։ Գիտեք, Աստծո օծյալներից մեկ բան է պահանջվում։ Իրանք պետք է լինեն կտրուկ եւ սկզբունքի մարդիկ։ Վարդան ախպեր, կարող ենք այսպես խորել, որ փաստորեն ինչ ենք հասկանում։ Օծությունը Աստված որ տվել է, դա դեռ բավարար չի, եթե չկա ողջախոհություն։ Այո։ Իմաստություն։ Այո, պետք է լինի զգաստ միտք, այսինքն դրա համար պայքար, դրա գինը հասկանալ, գնահատել։ Ոչ թե ես սոցիալ եմ, արտոնյալ եմ, ինչ ուզեմ կանեմ։ Վեր սատանան ոտերից տակա գլուխը կջարդեմ ուսեմ արտահայտությունները ստացվում է որոշ դեպքերում աղոթում են արուծին ճողում են ուլի պես բայց սա իրանց արդեն այդ անկման ճանապարհն է
Տեսնում ենք հենց այդ ճանապարհին էր, որ ինքը մեռածից մի բան կերավ, որ գրված էր, որ մեռելին չկպնես, մեռած բաներից չուտես։ Եվ հենց այս ճանապարհին սատկած այրուցից մեղր հանեց։ Լսի, Աստված ասում է, ինչ կապ ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ այս աշխարհը չի կարող Քրիստոսին ընդունել, մարմինը միշտ հակառակա հոգուն, դու ինչ քաղցր բաներ ես դրանից հանում, Սամսոն, դու արդեն այդ ճանապարհին, որ որոշել ես աշխարհի հետ բարեկամություն անես, փողզիչումների գնաս, արդեն դու մեռած բաների կկպնես, դու ուզում ես այս աշխարհի մեռած գործերից մի հատ որ քաղցր բան հանես։ Շատ հետաքրքիր բան ասեցին, մեռած բաներին կպնելը հին ուխտի մեջ դա լուրջ սխալ էր եւ պետքա մակրա գործման process-ով անցներ։ Փաստորեն մեր իրականության մեջ էլ դա գործում է, այն իմաստով, որ այն ինչ որ մեռած է, տես օրինակ Հիսուս ասում է, թող մեռածները թաղեն մեռելին, չէ՞, կամ մեռելները թաղեն մեռ, այսինքն դու մի գնա տեղ գործ չունես իրանց հետ, այսինքն սա խոսում է օծված բարի հիմքում, որ առանձնացված ուրիշ բան դարձած սրբագործված տիրոջ մեկը, որ արդեն ինքը երկիրը ապրում է որպես երկնային անձ։ Դու իրավունք չունես կպնես աշխարհիկ մեռած բաներին, այդ իմաստով։ Ասենք չգնանք փորձես մեղր կորզել։ Պարզ մեռած բաներից մեկը, չգնանք մի քիչ ժամանակ սպանելու։ Ժամանակ սպանելու, գնանք, չգիտեմ, ինչ-որ մի հատ խաղ խաղանք, գնանք ինչ-որ մի հատ, չգիտեմ, ինչ-որ դատարկ բանով զբաղվենք։ Դա ավելի բարձր, եթե մտածելակերպով բան անենք, դա նաև էս իմաստով է, աշխարհիկ ոչ մի սիստեմով կամ համակարգով հարց չլուծել։ Ամեն, այո։ Տրամաբանությամբ աշխարհիկ դա էլ է մեռած բանին կպնել։ Պատիվ տանք, որ մեր հարցը լուծի, մի հատ էսի ճարենք, որ մեր գործը լինի, ու վերջը հազար ձևեր կան։ Եթե դու Աստծո հետ չես լուծում քո հարցերը, աշխարհի ձևով ես լուծում, դա արդեն մեռած գործ է, որովհետև ինքը գնաց այդ փղշտացի կնոջ հետևից։ Դու կարող էլի հարց լուծես։ Աշխարհիկ համակարգով, սիստեմով։ Բայց դու սատկած բանի մեջից մեղր ես անել քո համար։ Ես հիշում եմ կյանքում, ես փորձության միջով էի անցնում, Աստված հնարավորություն տվեց, այն փորձության միջով, որ ես անցնում էի, իմ ընտանիքը, ճիշտ զուգահեռ մի հատ ընտանիք էր նույն փորձության միջով էր անցնում։ Ճիշտ զուգահեռ, որպես ես իրանց ուսումնասիրեմ եւ իրանք ինձ։ Ես որոշեցի ամեն ինչ վստահեմ Աստծուն։ Ու շատ դժվար էր։ Այն ընտանիքը որոշեց իր բոլոր հնարավորությունները օգտագործել, որպեսզի այդ խնդիրը լուծի։ Ինքն էլ էր եկեղեցուց, մենք էլ։ 2 տարի հետո Աստված իմ բոլոր խնդիրները լուծեց, շատ դժվար ճանապարհով, բայց լուծվեց բոլոր խնդիրները 100%-ով։ Այս անձը 7 տարի պայքարելուց հետո իրան ձերբակալեցին, դատապարտեցին եւս 7 տարի ազատազրկման, եւ 14 տարի հետո ամեն ինչ կորցրած դուրս եկավ։ Եվ Աստված ինձ ցույց տվեց, ասես, տես, մարդ, որ աշխարհի ձևով է փորձում ամեն ինչ անել, եւ մարդ, որ Աստծուն է վստահում իջևեր, որ ամոթով չի մնա, հիմա չեմ ուզել տոկով։ Եվ Սամսոնն էլ այս տարբերակում առաջի բանը, որ որոշում կայացրեց, սրանից հետո papayin մամային ոչ մի բան չեմ ասել։ Ու տեսնում ենք հաջորդ դեպքերում արդեն էլ ինքը կին ընտրելուց կամ ինչ-որ բանից ոչ մի բան չի ասում, ոչ papayin, ոչ մամային։ Ես մի խոսք հիշեցի, Պողոս Առաքել ասում է՝ մի հարբեցեք գինիով, որի մեջ անառակություն կա, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Այսինքն սա Սամսոնի համար արբունք չէր արդյոք ունենալ Դալիլիային եւ այդ աշխարհիկ սիստեմներով փոխել խորհրդանշում են հայրը դա հայր Աստծո խորհրդանիշն է, Սուրբ Հոգու խորհրդանիշն է, եւ մայրը դա եկեղեցին է։ Երբ որ մարդը սկսում է աշխարհի հետ ծածուկ կյանքով ապրել, առաջի բանը, որ ինքը որոշում է, որ եկեղեցուն այդ մասին չի իմանա, սկսում է իր մոտ երկատյաց կյանք։ Ինքը եկեղեցում ուրիշ մարդ է, եկեղեցում ուրիշ մարդ է, դրսում ուրիշ մարդ է։ Եկեղեցում ինքը սուրբ է, դրսում գողական է։ Դե դա ասել կրոնավոր կյանք ինչ է, թե ոչ խառնակ դու ես այտենց ասում հիբրիդային կյանք։ Իրանց հարցնես, ասում դե մենք ավետարանչություն ենք անում այդ մարդկանց շրջանակներում։ Սուտ են խոսում, ասում չի կարող այդպես ներ չար ընկերակցությունը վերջը խափանում։ Չէ, ասում սրտով չեմ անում եղբայրս։ Հա, սրտով չէ, ես դες չէ, Աստծո վախենում եմ եւ այլն։ Եվ Սամսոնն էլ նույն բաներն էր անում։ Ու հաջորդը տեսնում ենք, որ
աղջիկա հայրը հասկացավ, որ իր աղջիկը դավաճանել է Սամսոնին, էլ Սամսոնը դրա հետ գործ չի ունենալու։ Գոնե աղջիկա հայրը հասկացավ, սատանան մեկ-մեկ հասկանում է, որ մի անգամ ինքը որ միտեղ ձախողվել է ոցյալի կյանքում, էլ ասում է երևի տեղից չարժի էլի այս մարդուն մոտենալ, որովհետև ինքը երևի հասկացած կլինի։ Արի բեստես որ Սամսոնը չէր հասկացել։ Նորից հետա գալիս այդ աղջիկա հետևից, գալիս է տենմա ուրիշ հետ ամուսնացած։ Ոսմա ուրա կնիկս տվեք։ Հենց ասում տեսանք, որ քեզ վերջը վատ վերաբերվեց, իրա պատճառով դու խնդիրների մեջ չընկար, գնացիր ստիպված մի գիշերը 300 հատ աղվես բռնեցիր, չգիտեմ։ Անկապ բան է։ 30 հոգի մարդ, այդ տղա օծությունը ինչի վրա է օգտագործում։ Պոդքասթը 300 աղվես բռնել է, չեմ կարող պատկերացնել ոնց է ինքը։ Պոչերը կապեց իրար, ես ինչ արեց։ Այ արտերը բարեց, ինչեր արեց, 30 հոգի սպանեց, շոյրը հանեց, բերեց, տվեց դրանց։ Այդքան ստոնեց ուզում է աղջիկա հետ ամուսնանալ։ Ոչ թղթացի հավաքվեցին դրա, որ աղջկան վառեցին, արեցին սրանց վերացրի կարանքից, այս տարբերակը չի աշխատում։ Եմ ասում եմ հաջորդ գործը արդեն առանց հորնմորը ասելու, որպեսզի իր այդ ներքին գիրքն ու ցանկությունը բավարարի, ասում եմ Սամսոնը վեր կացավ գնաց մի հատ տորնիկ կնոջ գտավ մտավ մոտ։ Արդեն Սամսոնի մոտ ուրեմն առաջի բանը, առաջի սխալը ինքը արդեն մեռած բաներից էր ուզում մեղր ուտել, երկրորդը ասում եմ գնաց պոռնոկության մեջ, հասկանում եք որ գինել խմեց, օղիել խմեց, ամեն ինչ էլ արեց։ Ու շատ անգամ հատկապես երիտասարդները, օծյալ մարդիկ, որոնք պետք է աստծո գործ անեն, առաջի ձախողումից հետո իրանց տալիս են ավելի վատ բաների։ Բայց ըստեղ կարող ենք նաև այս բառը ինքը մի ձևով կարելի ասել ամբոստացավ տիրոջ դեմ։ Ես պիտի անեմ իմ ասած, ես պիտի հասնեմ իմ ուզածությունը։ 300 աղվես են բռնում, ինչեր եմ անում, հատ աղջիկ չեն տալի, չգիտեմ ինչ։ Այսինքն այդ ձախողումը իրան ոչ մի բան չասեց, միտք չարավ դրան, ավելի հակառակ, ավելի խոր։ Որ իր դեմ մի հատ ուժեղ ոգի է պատերազմում դիվական էլի, որ ինքը այդքան էլ չի հասկանում, այդ ոգին գալիս է քաղցր, անուշ տեսքով, մի հատ գեղեցիկ կնոջ կերպարանքով է գալիս։ Սամսոն ջան, սիրելիս, դու ինչ չես սիրում։ Այսինքն աշխարհը գալիս ասում է հասկացանք, որ դու Քրիստոսին սիրում ես, բայց ինձ ինչի չես սիրում, չէ որ ես էլ քո հետ եմ, ես էլ եմ բարի, ես էլ եմ լավ բաներ առաջարկում քեզ, ինչի է, ասենք հա, սիրի տիրոջը, մենք չենք ասում մի սիրի, հա, հիմա այդ խոսքը, որ Հիսուսն ասեց մի սիրեք աշխարհը եւ ինչ որ կան անում, դա ուրիշ փոխաբերական իմաստով էր, ինքը վատ բաներ նկատում, այս աշխարհի մասին ու գիտես ինքն ես գայթակրիչ խոսքերով է, այդ ոգին, Դալիլայի ոգին, անես գայթակրիչ խոսքերով։ Դա հեն հին սկիզբն է հիշեցնում։ Հա, ասա, ուզում ես տեսնես ինչ լավ բան է։ Այդպիսի բան ասեց։ Ես տեսել եմ հատկապես երիտասարդները սիրահարվում են, ցախողվում են իրաց առաջի ամուսնության, ցավոտ։ Ու գիտես ինչ են անում առաջինը։ Կներեք արտահայտությունը։ Սատանա, որտեղ ես աշխարհին ինչ ես առաջարկում։ Գուզես ծխես մի հատ, ծխի, էլի խմես ու մի հատ նարկոտիկ, մի բան քաշի գտե, տեսիշ լավ, այսիշ լավ էր, չէ, տեսա, ոնց մխիթարեցի քեզ։ Այստեղն ասում է ես եմ մխիթարիչը, ես ուղարկել եմ քեզ Սուրբ Հոգին մխիթարիչը։ Մի հատ աղոթի հարցրու, տես արդյոք ես քեզ չեմ մխիթարի, արդյոք ես քեզ չեմ ցույց տա թե ինչի համար ես քեզ ազատեցի այդ մեծ փորձանքից։ Քեզ թվում է թե դա վատ բան էր, քո ուզածին չհասար, ընդհանրապես խնդրեմը ինչ էր, Սամսոնի աչքին հաճելի էր թվացել։ Այսօր երիտասարդները հատկապես ամուսնության համար ընտրում են աղջիկ, որոնց աչքերը իրանց աչքին հաճելի է։ Ինչի, որտեղ այո, շարժառիթը, ոտերը երկար է, աչքերը կապուտ է, էգոիզմ։ Հա, լսի ինձ երջանիկ կանի։ Այդ ձևով չեն ամուսնանում։ Աշխարհիկ ամուսնություններ, որ հիմա շատ ընդունված է։ Չեն ամուսնանում, որ երջանիկ դառնան, ամուսնանում են, որ երջանկացնեն, ամեն։ Սա աստվածային սկզբունքն է, իսկ աշխարհի սկզբունքը ամուսնացի, որ երջանիկ լինես, մի սիրուն կնիկը գցի տուն, որ սաղի մոտ պարծենաս, ասես, դες ինձ սիրուն կնիկ ունեմ։ Լսի արդյոք ինքը քո տեսիլքի կեսն է, արդյոք Աստծո ծրագիրն է, դուք միասին եք գնալու թե չէ։ Էսի հերիք չի մի հատ բնած ասում եմ անառակի գտավ մտավ ծոցը, վերջը։ Դա Աստծո դեմ հելավ։ Պատիվ հա, Աստծո դեմ հելավ։ Արդեն երկրորդ բանը։ Եթե առաջին ցախողումը ուղակի միամտությունից էր,
տգիտությունից է երկրորդ ձախողումը աստծո դեմ հելավ սա շատ վտանգավոր երևույթ է հա ու 16-րդ գլուխ ինձ գրած ասում 16-ի առաջի խոսքը ասում է Սամսոնը գնաց Գազա եւ այնտեղ մի պորնի կին տեսավ եւ նրա մոտ մտավ այսքանն է գրած էլ մանրամասն չի գրած ասում է եւ Գազացիները ասեցին Սամսոնը եկել աստեղ եկեք պաշարենք գիշերը նրան բռնենք ասում է սպանենք Էլ իրավացությունը հելով առավոտ ասում տվեց դռները թևի տակ դարպասները եւ գրված այո դժոխքի դարպասները չեն հաղթահարի քեզ հələ խաղ անմոծության հետ պատկերացնում ես բայց ինքը չի հասկանում որ այդ օծը Դալիլայի կերպարանքով արդեն մտել է իր կյանքի մեջ ու հաջորդը նորից ինքը գնում ասում է եւ դրանից հետո ասում է 4-րդ խոսքը 16-ից ասում է եւ նրանից հետո մի կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ ու նրա անունը Դալիլա էր արդեն այս ոգու հիմնական նպատակն է արդեն սովորական բան է դառը դաժանություն ոգու հիմնական նպատակը որն է որ ինքը օցիալի կյանքում անում է առաջինը բողոք բարձրանա Աստծո դեմ այն օրը երիտասարդներից մեկը ինձ հետ կիսվում է ասում Հովի Վարդանյաս Աստծուց նեղացել եմ ասում ինչի տվես ասում է այսքան ես իրան ծառայում եմ իմ ուզածը չարեց անկեղծ գիտես շատ անկեղծ տղա է հիանում եմ իրանով ոնց ասում Փաստորեն պարկա մնացել Աստված քեզի Էդ իշքան շատ բան է սարերի դեմ Աստված քո ուզածը պետք է աներ որտեղ դու ասենք 2 ամիս է 2 տարի է ծառայել ես իրան ինքն էլ պետք է գար քո ուզածներ աներ պես Սամսոնի մոտ էս նույն բանը բարձրացավ Որ ինչի Աստված իմ ուզած կնիկը չի տալի։ Ինքը ամենակարող չի, ամենագետ չէ։ Այդ ոնց եղավ այդ կնիկը ֆռցրեց, խափեց, գնաց։ Սիրուն աղջիկ էր, բանսեց, ինձ տվին, չգիտես ում, դժբախտություն եղավ։ Ես sense տղա դարպասները քանդում եմ, դժոխքի դռները ջարդում եմ, Աստծուն ծառայում եմ, ինչի ուզածը չի լինում։ Սա արդեն ապստամբություն է, եւ հետո եկավ օծության հանդեպ անտարբերությունը արդեն Ատենցը պիտի լինի, դες ոցված եմ, ինչ ուզեմ, երբ ուզեմ կանեմ եւ կամած ասում եմ հոբի գրքում եթե մեկը ցանկապատը քանդի օծը նրան կկծի գիտեք այդ պաշտպանությունը երբեք սահմանագիծը երբեք սահմանները դրսից չի քանդվում ներսից է քանդվում ու երբ որ մարդը սկսում է կոմպրոմիսների գնալ այս աշխարհի հետ Դե ոչինչ հիմա լավ Էլ սահման չկա, այսինքն բաց է Հա, հիմա չենք ճանաչում սահմանը Որպեսզի մի հատ սխալ նկար նայենք, պիտի գնայինք հատուկ ճարենք Հիմա մատի շեղումով Նա փորձի Նա փորձենք նայենք Ես ուզում եմ փորձեմ տնամ ես այդքան սուրբ վիճակում եմ, որ Կարում եմ դիմադրեմ ես ամեն ինչին, թե չգիտես Ու Սամսոնն էլ նույն բանը արեց Ասում է գնաց, մի հատ կին սիրեց Ու ասում է հենց որ եղավ փղշտացիները ասում եկան Արդեն նախարարները, այլ կերպ ասած Այստեղ նավոդկա տվին արդեն Ռանգով բարձր ոգիներ օգտագործում են Դալիլայի ոգուն, որ օծությունը ամբողջովին կործանում Ասում եկան ասում քեզ ամեն ինչ կտան քո կողքին են նա դիմացի դրա գաղտնիքը ինչի մեջ է ու հետաքրքիր է գալիս ասում Սամսոն ես քեզ շատ եմ սիրում բայց դու չես սիրում հա սիրում եմ Դալիլա նա չես ասի օծության գաղտնիքը վրնա Ինչ ասում գնացեք լավ պարաններ բերեք կապեք թևերս օծությունս կգնա կատական էլի բերում փորձում են մեկը փորձում երկրորդ նոր ճյուղերով կապեք հին պարանով կապեք յուղով վերջում հասնում միտեղ արդեն մոտեցել է գախնիկին արդեն մոտեցել է անկմանը բայց չի հասկանում վերջի փորձումն ես ասում եթե իմ մազերը կեղտով հյուսես Օծությունս կկորի Առավոտ հելնում է տեսնում մազերը կեղտով, չգիտեմ թրջունների ծերտով Միտք չի առնում դրանց, ինչքան տգիտություն կա Միտքը արդեն կեղտոտվել է, մազերը մտքի խորհուրդն է Արդեն միտքը կեղտոտվել է, պղտորվել է Էլ ինչ ասես մտքով անցնում է պիղծ բաներ ու ինքը չի հասկանում, որ արդեն Աստծո հետ հարաբերությունը կորցրել է, այնքան է իջել Այնքան է տրտմեցրել Սուրբ Հոգուն, որ արդեն Սուրբ Հոգին չի կարող իր վրա իջնել։ Ու ինքը չէր կարող հասկանալ, որ ամեն անգամ այդ օծությունը այն պահին էր, երբ որ Սուրբ Հոգին էր իջնում իր վրա։ Եվ Դալիլան էլ որպես կնոջ կերպար հակված է այդ ոգու հետ։ Ինքը նորից ուզում է տենա,
Արտենանք Քո գաղտնիքները այս բացառ։ տղամարդում կարանք վերջը ջարդել, թե չենք կարա։ Ամեն մի կին իր հոգու մեջ սպասում, ասում է տղամարդուն կոտրած լինի, բայց որ տղամարդը չկոտրվի, որ ինքը սիրի է տղամարդուն։ Բայց Սամսոնի միտքը արդեն պղտորվել էր։ Սկզբից իր ձեռքերը ոտքերը կապեցին, չգիտեմ ինքս չանները կտրեց հեջբեջը չէր։ Չկարողացան օծությանը կապել, բայց կարողացան օծության միտքը պղտորել։ Ոնց որ Ջոյս Մայերն ասում, միտքը կռվի դաշտնա։ Արդեն չէ, վերջի փորձությունը ասում է, եթե դու իմ միտքը եթե ասում է դու իմ մազերը աղբով հյուսես 7 անգամ, դա կատարյալն է։ Ասում է, ինձ խափեցիր, ինչ ես ուտ ասում, դու ինչ ես սիրում, այդ խոսքը դες ասում է, ինչով քեզ կարելի է կապել, իրան գաղտնիքները բացահայտում է։ Եվ նրան ասեց, եթե գլխից 7 բաժին մազերը աղբով հյուսես եւ ցիցերով պնդացնես եւ նրանց ասեց 7 բաժին, այսինքն եթե իմ մտքի 7 ոլորտները Աստծո խոսքում ինչ ասում, ասում Աստծո 7 հոգիները, 7-ը կարծես այդ կատարելության խորհուրդն է։ Մի անգամ այստեղ խոսել ենք 7 հոգիների մասին, Սուրբ Հոգու 7 ոլորտները, 7 մակարդակները։ Ասում եթե 7 ոլորտն էլ կեղտոտես իմ մտքի, ինք չէր հասկանում, որ անց ոնց երագա։ Եթե կեղտոտես իմ պաշտպանությունը կգնա, ես կհանձնվեմ։ Եվ ինքը անում է, վերցնում ասում մազերը, գնի քնած։ Եվ այս ոգու ամենազզվելի գործերից մեկը քնցանը արթնությունը քնացնելն է։ Երբ որ մարդը արդեն էլ արթուն չի, մարդը այս աշխարհի մեղքի հանդեպ էլ արթուն չի։ Գուցե քույրս եղբայրս դու նախկինում մի հատ փոքրիկ մեղք էիր տեսնում անմիջապես հետ էիր քաշվում, հիմա ասում ես դե լավ ոչինչ հիմա մի քիչ կարելի է, այս մի քիչը ոչինչ, այսքանը դե ինչ անենք հիմա։ Պղտորված միտք։ Հա, առաջ մենակ որ իմանում էին սոցիալական քարտի վրա կարող է շտրիխ-կոդ դնեին, արդեն ասում էին սատանայի նշանն է։ Հիմա ոչինչ, էնել, դու քարտնել, դու նշաննել, դու կեղտնել ինչ է լինի, ոչինչ դրանք չի կարևոր է, իլերի ուրիշ նշան, ինչ արդեն հանձնվել է մարդը եւ հաջորդ կետում ասում է Սամսոնի սիրտը մի պահ տրտմեց, ում դեմ տրտմեց, Աստծո դեմ, ասես դե Աստված այսքան ասում էր, ինչի չի անում, դե թող անի էլի, մա ինչի սա պետք է սոցիալություն, ասում է ամենից սրտ եղածը դուս տվեց, ասեց եթե մազերս կտրեն, խնդիրը կգնա եւ մազերը կտրել նշանակում է Աստծո խոսքը ամբողջովին հարմարացնել այս աշխարհին։ Ճիշտ է։ Լրիվ։ Մազերը կտրեցին, ասում առավոտը սովորականի պես վեր կացավ, բայց արդեն Սուրբ Հոգին չկար։ Եվ շատ քույրեր չհասկանալով իրանց օծված ամուսինների կյանքում նույն գործն են անում։ Դալիլայի գործը կամած իրանց օծությունը քնացնելով իրանց սուտ ու շողոքորդ խոսքերով ուզում են հասկանան գաղտնիքը ցավոք սրտի ես տեսել եմ եղբայրներ որ ամուսնացել են աշխարհիկ ձևով եւ ասել են դե մենք իրանց դարձի կբերենք բայց այդպես չի եղել իրանք են դարձի գնացել վերջը դարձի գնացել դարձի բայց դե կինս ինքը ասում է որ գնաս եկեղեցի բայց այսօր մամային պապային դիտենայինք այսօր պետքա Այս ինչ գործ անենք, այսօր երեխու հարցն այն օրինիշ նա ինչի՞ չես եկեղեցի գալի, դե արդեն կինս այդքան էլ համաձայն չի։ Բայց կարա հակառակն էլ լինի, չէ՞, վաղ։ Նաև տղամարդու, այո, ինչու՞ չէ։ Այստեղ հարցը կին տղամարդի խնդիր։ Օծության հարցն, ամեն ինչ օծության դեմ է։ Երբ որ մարդը օծյալ է, Փաստորեն բանը ամուսնությունն էլ է որոշում, ճիշտ ընտրություն կայացնելը, հետագա Աստծո ծրագրի մեջ մնալու այդ, այսինքն օրինակ կան ամուսիններ, որ ոչ միայն իրար հավանել են ֆիզիկապես, այլև հոգևոր նույն գաղափար ունեն, նույն ծրագիր ունեն, նույն հոգին կա, սա նաև վերաբերում է այս քարոզը նրանց, ովքեր դեռ չեն ամուսնացել եւ ուզում են որոշում կայացնեն, չէ՞, այդ իմաստով է նաև։ Իհարկե, անպայման։ Եթե դու սխալ ընտրություն արեցիր, իմացի որ դատապարտված է։
վերջի վերջո եթե Ադամը կատարյալ մարդ էր եւ այդ ձեռքը չդիմացավ այդ նույն ոգին եւ այն միջոցով էլ Ադամին տարավ վերջը սխալ ճանապարհներով ու իրանք դրախտը կորցրեցին իրանք տեսիլքը կորցրեցին երազանքը նույնն էլ կլինի ցանկացած մեկը երբ որ սկսում աշխարհի հետ ընկերություն անել մի օր էլ իր աչքին հաճելի կսկսի ամեն ինչը ընտրել եւ այդ հաճելի բաներով ամեն հաճելին չի որ օգտակարը դες որ իսկ կարող ենք ասել որ մեր կյանքը սա փաստորեն այսօրվա խոսքը երկիմաստ խոսք է այն իմաստով որ թե ամուսնության ճիշտ ամուսնության խնդիրը հարցը պետքա ճիշտ ձևով լուծվի հոգևոր իմաստով եւ թե մարմնավոր եւ հոգևոր այդ խառնակ Աստծո խոսքի մեջ այսպես ասած հիբրիդային կյանքի մասին խսողության պատճառով Աստվածաշնչում գրված է բարձ Աստված ասում է Եսայի մարգարեության ես իմ ժողովրդի հետ ամուսնականապես կապվեցի եւ երբ որ նայում ենք Հիսուսը շատ առակներ պատմում ամուսնության մասին վերջի եկեղեցուն անվանում է հարս դա նաեւ է իմաստով երկիմաստ հարսանիքի առակները կա եւ տարբեր ամեն ինչ խոսում է ամուսնական կապի մասին որ վերջի պետքա տեղի ունենա նայ օրինակ պոռնկություն բառը ինքը հաճելի բառ չի բայց շատ անգամներ կրկնում եւ այդ պոռնկությունը նաեւ էլի երկիմաստություն ունի այդ իմաստով կռապաշտություն կարա Աստծո հետ չես ամուսնացած այլ մի քանի աստվածներ կարծես թե Աստծո հետ համաձայնված ես բայց կողքից ուրիշ բաների մեջ էլ հա որ ամուսնացած է մեկ հետ օրինականապես մնացածի աշկը դուրսն է ասած ասած մնացածի հետ էլ դա հոգևոր իմաստ ունի նաև հա մարդը որ հավատում է Աստծուն բայց կռապաշտության մեջ է տանը սրբի անկյուն ունի ես շատ գիտեմ բաղի արձան ունի բուդայի արձան ունի փղեր ադրել հաջողության համար աշկի ու լունքա կախել իսլամական ինչա սա խառնն է իրար դա նույն բորնակությունն է եւ Սամսոնը գնաց սրա մեջ կամաց միջև կորցրեց ամեն ինչ եւ ամեն օր օծության վրա էս հարցակումը կա ամեն օր որպեսզի օծությունը թալանվի եւ մարդը գնա փողզիչունների էս աշխարհի մեջ եւ այդ խոսքը վրաս միշտ կապ ունի Քրիստոսը Բելիարի հետ չէ բայց մարդիկ ասում են կարելի է մի քիչ համաձայնացնել այդ ապրել շատ ուժեղ եւ սա տանում է կործանման հատկապես մեր օրերում որ Տերն ասեց արդյոք երբ որ գամ հավատքը գտնեմ երկրի վրա որտեվ մարդիկ շատերը արդեն բարեկեցության չգիտեմ կոնֆորմիզմի պատճառով սկսել են զիջել իրենց դիրքերը սկսել են այլ արդեն կան պետք չի աղոթել հիմա արդեն մի ժամով որ աղոթումը համարվում է սուպերգերոյ այլ որ սուրբ դիրքը ամեն օր կարդում այնք արդեն սուպերգերոյ է որ նախկինում եթե դա չէին անում սկի հավատացյալ չէին համարվում Հիմա ամեն ինչ փոխվում է գնալով եւ մենք ապրում ենք այս օրերով ու այդ Դալիլայի ոգին, աշխարհի ոգին ամեն տեղից սողոսկում աղոթության դեմ, որպեսի թալանի, գործնի, սպանի։ Սամսոնը իջավ ամենավերջին կետը, կարելի է շատ իջավ, անկումը սարսափելի էր, բայց Տերը դեռ հնարավորություն էր տալ եւ կարող ենք ասել այդ հարցետի չի ինչ արեց այս դեպքում դու մի քիչ ինտրիգային ձևով Տիրոջ համար դա հարց չէր թե ուր իջավ հարցը սա էր այդ վերջի կետի վրա եթե իջար ինչ ես անելու ամեն եւ ասում Սամսոնին էշիտեղ աշխատացնում էին եւ այդ նեղությունների պատճառով մենակության մեջ գրված է Սամսոնի մազերը նորից աճեցին ու երբեմն երբ որ մարդը ընկնում է այդ վիճակներում Աստծո ողորմությունը թույլ է տալիս որ մի հատ մարդը ինքն զինքի գա մի հատ խելքի գա ասի վերջապես լսի ես ինչ էր իմ արածել ես թակավորի պես ապրում եմ մի հատ էշի ծանոթով 1000 հոգի մարդ է իսպանում էսի ճանկա բաներ եմ արել հիմա ես եմ էշ դարել ջրաղաց եմ ուր եմ հասել ուր եմ հասել եւ այդ զղջման հոգին որ տանում ապաշխարության շատ ուժեղ այո եւ Սամսոնը ասում է վերջի իր աղոթքը արեց եւ ասես Տեր խնդրում եմ ես ոնց որ կներես ես ամեն ինչ մի անգամ էլ թող քո հոգին իջնի իմ վրա մի հատ աղոթքը կարամ կարդամ ընդամենը շատ կարևոր է որովհետեւ այս աղոթքը իրոք Տիրոջ սրտի աղոթքն էր որ սպասում էր եւ Սամսոնը այդ տունը գրող մեջի չէ կներես 28 խոսքն եւ Սամսոն աղաղակեց Տիրոջ եւ ասեց ով Տեր Եհովա աղաչում եմ
հիշիր ինձ գժվելու բանը իրոք անգամ ամենածանր վիճակում Աստված մեզ չի մոռացել այո շատ կարևոր է հիշիր ինձ ով Աստված եւ միայն այս անգամ էլ ինձ ուժ տուր որ փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժը մեկ անգամով առնեն կարծում ես որ Տերը իրան այս բանը որ տվել էր այս օծությունը հենց սրա համար էր այս պահի համար էր կներես այո սա ամենաուժեղ ուղերձն է մեզ բոլորիս այսօր գուցե նայում են մարդիկ ովքեր այդ վիճակով են անցնում արդեն հալածված այդ ոգուց այդ վիճակից իրանց օծությունը կորցրել են ու թշնամին իրանց ականջին հիմա փսփսում ասում է հիշում ես դու ինչ դիրքում էիր հիմա ուր ես հասել ամեն ինչ կորցրել ես էլ Աստված քեզ մոռացել է էլ դու մեզ պետք անգամ եկեղեցում քեզ չեն հիշում ոչ ոք քեզ չի հիշում բայց Աստված չի մոռացել երբեք Աստծո համար դու թանկ ես նա հիշում է քեզ դու ինքս սպասում ես Սամսոնի աղոթքին որ ասես ով Տեր մի անգամ էլ հիշիր քո ծառային ու նորից ուժ տուր որ թշնամուց վրեժս առնեմ եւ Աստված անպայման այս աղոթքին պատասխանում ամեն Աբրահամ ջան ասում է եւ իր մեռելներով մերցրածները իր կենթանության ժամանակ մերցրածներից ավելին էին այո չգիտեմ որքանով կարողացանք այդ ներկայացնել բայց սենց էս աղոթքով վերջացնենք որ Լեթը դու տաս աղոթքով սպասում եմ թույլ տալիս որն է իսով եմ թույլ չտամ հայր դու մեզ օրինակ տվեցիր հին կտակարանում որ մենք էլ այսօր նույն սխալները չկրկնենք ես գիտեմ որ շատ քույրեր եղբայրներ որ հիմա լսում են այս հաղորդումը անցնում են նույն իրավիճակներով որոնք հիշում են իրանց օրերը որ օծության մեջ էին քայլում կրակով որ այլուցների ճղում էին ուլի պես բայց գուցե հիմա տկարացած են շատ բաներում ընկած չեն կարողանում աղոթել, աչքերը կուրացած են եւ ավելի շատ այսօր տանջանքի, տառապանքի մեջ են գնացել, ինչպես որ Սամսոնը արդեն ուղղակի իր ջանքով աշխատում էր, որպեսզի մի կտոր հաց տան իրան ուտելու, որ չմեռնի, բայց այսօր ես աղոթում եմ, ով Տեր, մեր արարիչ, մեր Աստված, քո որդու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր անունով, հիշիր քո ծառաներին, որ քո առջև իմաստությամբ եւ զորությամբ էին քայլում եւ այսօր տկարացած են եւ ընկած են տարբեր պատճառներով եւ նորից ուղարկիր քո Սուրբ Հոգին որովհետեւ նա է տկարին ուժ տվողը ընկածին բարձրացնողը նա է մխիթարիչը նա է զորության աղբյուրը հավիտենական սիրելի Սուրբ Հոգի նորից արթնացիր եւ զորացրու քո ծառաներին պատերազմի համար եւ թող հենց հիմա Տեր իրենք կանգնեն եւ իրանց պատերազմի պտուղը հարյուրապատիկ, հազարապատիկ ավելի լինի, քան թե այն ժամանակ, երբ որ իրանք արթուն վիճակում էին։ Թող քո կամքը լինի ով Տեր, թող քո թագավորությունը գա, ինչպես որ երկնքում է, եւ քո զավակները նորից կանգնեն քո կոչման մեջ եւ քո անունը փառավորեն։ Հիսուս Քրիստոսի զորավոր փառավոր Աստծո սուրբ անունով։ Ամեն։ 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 Ամեն, Փարքստեր։ Փարտիրոջը շատ ուսուցողական այսօր խոսքեր Սամսոնի կյանքը։ Իրոք լուրջ ուսումնա, գիտես մի կյանք, որը գրվեց Աստվածաշնչի մեջ։ Գուցե այդ դարում շատ ուրիշ պատմություններ կային, բայց կարևոր բաները գրվեց, որպեսզի մեզ համար կարդանք ու հասկանանք մենք ինչ բաժին ունենք։ Արդյոք սա մեր կյանքն է, թե ոչ, ես ասեմ Սա իմ կյանքն էլ է։ Բոլորս էլ անցնում ենք այս անկումով, չէ, ինչպես սկզբից խոսացինք, իջնելով վեր կենալով եւ շնորհակալ ենք Տիրոջը, որ Տերը մեզ հնարավորություն է տվել ապաշխարելու։ Ես միշտ սա ասում եմ, հնարավորություն ունենք ապաշխարելու ինքներս մեզ գալու, ինչպես դուք հիշեցիք այդ խոսքին, ինքներս մեզ գալու, հասկանալու, անալիզ անելու, եւ զանազանելու, այո, որոնք քախր խոսքերով ողջախոհության այս հոգին, չէ՞ որ այո, գալիս են քննացնելու, այդ աչքերի ցանկությունով գալիս են քննացնելու, թմրացնելու այն արքնությունը, այն օծությունը, որ մեզ տրված է, որ հետո մեզ գուրացնեն ու
կործանը։ Ամենավտանգավոր երևույթներից մեկը հոգևոր ֆիզիկական կյանքում էլ ասա մարդիկ իրենց դարդերը մոռանալու համար փորձում են թմրեն ընդունում են թմրեցուցիչ նյութեր վերքերը ցավերը չզգալու համար նորից թմրեցուցիչ բաներ ցավոք սրտի հոգևոր կյանքում էլ կա այդ երևույթները մենք կամ թմրեցնում ենք մեզ կամ էլ թույլ ենք տալի որ ցավացնելու արդյունքում բուժվենք ամեն արդյունքաբեր որոշ աստծո խոսքը արդյունքաբեր է բայց խոսքը ինքը թե ցավացնում է եւ թե բուժում է եւ Երանի այդ մարդուն գիտես ես սա էլ ասեմ այս վայրեջքի եւ վերելքի արդյունքում մենք շատ դասեր ենք սովորում սա էլ է դաս այսինքն անալիզ ենք անում վերլուծում ենք որտեղ մենք երկու տարբերակ ունենք կամ պատճառը գցում ենք նրա վրա, հա? Ասում ենք սա էր պատճառը, սա էր մեղավոր, որ ես սատանան արեց, սենց արտահայտություն էլ կա երբեմն, բայց ոչ մենք մեր համար ընկանք էլի, հա? Սա չի, Աստված թույլ է տալի, որ այս ամեն ինչը, որ մենք անալիզ անենք եւ դրա արդյունքում ապաշխարություն բառը դա միայն մեղքի գիտակցություն չի դա նաեւ դաս է դա ուսուցողական այսպես ասած ինքնակնության գալու վերլուծելու առիթ է ստեղծում մեր համար Աբրահամ եղբայրս նանում էր հաղթանակը որ ինքը չսկսեց ապրել հիշողություններով ախտին գիտես ինչ էի անում այշից հետո 1000 հոգի մարդ չհանձնվեց նայվեց իմաստով լավ հիմա անկացեմ ինչ պիտի անեմ պիտի կանգնեմ ու ավելի մեծ գործեր անեմ ու այսօր իմ կոչսա քույրես եղբայրներից եթե անգամ ընկած ես ու ասում ես գիտես ես վախտին եկեղեցում ոնց էի ծառայում ինչ էի անում հիմա ժամանակն է վեր կաց զորությունդ հագիր գերությունը գերի արա Եվ ավելի մեծ գործեր արա, քան թե առաջ էի։ Տերը հենց դրա համար է թույլ տվել, որ իշխես։ Ոչինչ չի փոխվել։ Տերը նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Օրհնյալ է նրա անունը։ Հավիտենից առած միջև հավիտյան։ Ամեն։ Բարդ շնորհակալ ենք, օրհնված, պատխաբեր եւ հաջողված եղիր եղբայրս, նորից տեսնելու կարոտով քեզ ասենք շնորհակալություն։ Իսկ սերի քուրել եղբայրներ մենք կհանդիպենք առաջ Աստված երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։